Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանրային հեռուստաընկերությամբ 3 ելույթ էր մնում Պետրոս Ղազարյանի մոտ մի անձնավորություն Գարեգին առաջին կաթողիկոսի վերջին գավազանակիրը, Գարեգին երկրորդ կաթողիկոսի առաջին գավազանակիրը կարգալույց եղած մի հոգևորական, ով իր խոսքում առաջին մեղադրանքներից մեկը, որը հնչեցրեց, հետևյալն էր, որ կաթողիկոսը եղել է ՊԱԿ ԿԳԲ-ի գործակալ։ Ու եթե դուք ուշադրություն դարձնեք, հարգելի բարեկամներ, Փաշինյան Նիկոլի թիմակիցները, այն հոգևորականները, ովքեր ակտիվ խոսում են եկեղեցու դեմ կամ եկեղեցու բարձր դասի ներկայացուցիչների դեմ, նրանք մշտապես օգտագործում են այն հանգամանքը, որ այս անձինք եղել են ինչ-որ պետությունների գործակալներ։ Այս անձինք եղել են ՊԱԿ գործակալներ, այդպիսի հայտարարություններ հաճախակի նաև պարլամենտում են հնչում, դաշնակների վերաբերյալ, նախկին դաշնակների վերաբերյալ, այդպիսի մի հայտարարություն վերջերս, մոտավորապես նմանատիպ մի հայտարարություն վերջերս Փաշինյան Նիկոլը հնչեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին, որ նա եղել է ՊԱԿ աշխատակից։ 2018 թվականին, երբ Փաշինյանը մեկնել էր Իրանում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, նա ևս հնչեցրեց մոտավորապես նման մի մեղադրանք Հայաստանի քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ, որ տարբեր ժամանակներում այս մարդկանց գործունեությունը, իհարկե անուններ չնշեց, այս մարդկանց գործունեությունը եղել է գործակալական գործունեություն, ազդեցության գործակալի գործունեությունից մոտավորապես է հիշում։ Այսինքն մշտապես Փաշինյան Նիկոլը եւ իր թիմակիցները այս խոսույթը օգտագործում են այն մարդկանց հասցեին, ովքեր այդ պահին իրենց ընդդիմախոսում են։ Ուրեմն, բայց հակառակ խոսքը, հարգելի բարեկամներ, հակառակ խոսքը Փաշինյանին ուղղված, երբ Փաշինյանը դուրս է գալիս եւ Փաշինյանի թիմակիցները դուրս են գալիս եւ ինչ-որ դիրք իրենց ձեռքում եւ սկսում են դաշնակներին մեղադրել այս կամ այն երկրի գործակալը լինելու մեջ, տպավորություն է ստեղծվում, սպասում է ստեղծվում, որ հիմա դաշնակներն էլ ելնելու են ասեն այ Արարատ Միրզոյանի ղեկավար, այ գործակալ օմեգային քեզ տեղակալ նշանակած, այ գործակալ օմեգայով հեղափոխություն իրականացրած, Շաբը Կարլովա Մուչալը, Твоя молчала, այ սրիկա ազգային անվտանգության ծառայության վերահսկողության տակ գործած, բայց ժողովրդին կերծրած իբր հեղափոխություն ես արել։ Այդպեսի սպասում է առաջանում, որ հեսը հիմա դաշնակները, մաշնակները, եկեղեցականները դուրս են գալու եւ շփվեն Փաշինյան Նիկոլի ճակատին իրով լինելը։ Իմիջայից երբ ասում եմ սա եղել է ազգային անվտանգության վերահսկողության տակ, ես սերժական, այսպես ասած, խմբակներից կամ Սերժի մոտ կանգնած մարդկանցից շատ դեպքերում ասում են, բա ինքը հավաքագրվել է, ես չգիտեմ, ինձ են ասում, ինքը հավաքագրվել է Կառլոս Պետրոսյանի կառավար ԱԱԾ տնօրեն եղած ժամանակահատվածում է հասկացանք, նույնիսկ եթե դուք ճիշտ եք, էստաֆետի պալեչկայի նման այդ անձնավորությանը փոխանցել է մեկը մյուսին եւ եկել հասել է այս անձնավորությունը, այս գործիքները Գյորգի Կուտոյանին։ Ասենք թե Կառլոսի ժամանակով է հավաքագրված եղել, հետո դա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի ժամանակով ազգային անվտանգության գործակալ ինքը չի եղել։ Հիմա այդ սպասումը առաջանում է, բայց սին դատարկ այդպես սպասում էլ մնում է, որովհետև ամեն բանի մասին կարող են խոսել, ընդդիմադիրները Փաշինյան Նիկոլի, բայց ոչ այս հարցի մասին։ Փաշինյան Նիկոլը կարող է մեղադրել այլոց, բայց Փաշինյան Նիկոլի թիմակիցներին այս հարցում չեն մեղադրում։ Սա այն դեպքում, երբ Արարատ Միրզոյանը արդեն ինքը իր բերանով է ընդունել, որ ինքը եղել է ազգային անվտանգության ծառայության գործակալ օմեգա։ Նույն ծածկանունը ինքը չասած, բայց իր այդ ամենը ինքը ասած, ընդունեց, ծածկանունն էլ ուրիշ մարդ էր դրել։ Չեն Փաշինյանի դեմը դնում։
Հայաստանի Հանրապետությունում հարգելի բարեկամներ բոլոր նորմերը խախտվեցին բացի առևտրային գաղտնիքի, կոմերցիոն գաղտնիքի վերաբերյալ նորմերից եւ գործակալական ցանցերի վերաբերյալ նորմից։ Այս նորմերը հիմնականում բացառությամբ 1-2 դեպքի հիմնականում սրբության պես պահպանվում է։ Ամեն ինչ խախտել են, մտել են մարդկանց անկողիններ, սահմանադրությունը դարձրել են փալաս, երկրի տարածքային ամբողջականությունը խախտվել է, ամեն ինչ է խախտվել, բայց այս երկու նորմերը սրբոցի պես պահպանվում են։ Ու երբ որ ասում ես ընդդիմություն կոչվածին, դուք թեմայի մեջ եք։ Դուք այս մարդկանց հետ թեմայի մեջ եք։ Առևտրային, գործակալական, վատ են զգում իրենց, բա չէ, ինչ եք ասում, զրպարտում եք, էս եք անում, այն եք անում, չէ, դուք թեմայի մեջ եք։ Դուք այս անձանցից թեմայի մեջ եք, եւ երբ որ խոսում եմ, բա այս ամենը միայն Փաշինյան Նիկոլը չի արել։ Եթե դուք չլինեիք, ինքը չէր կարող այսքանը անել։ Եթե լրագրողները այս հարցերը չբարձրացնող լրագրողները չլինեին, այսքանը ոչ չէր կարողանալու անել։ Խմբագիրները չլինեին, այսքանը ոչ չէր կարողանալու անել։ Դեպուտատները չլիներ, այսքանը ոչ չէր կարողանալու անել։ Ազգային անվտանգությունը չլիներ, սա չլիներ, նա չլիներ։ Հնարավոր չէր այս մեծ ողբերգությունը գլուխ բերել։ Բացառված բան է, հարգելի բարեկամներ։ 2018 թվականին դուրս էին եկել Սերժ էին մերժում, ընտրություն կեղծողներին էին մերժում, մարտի 1-ին փողոցներում մարդ գնդակահարողներին էին մերժում, երկիրը տիրեքողներին էին մերժում, ճիշտ էին անում, ցույց տվեք մի հոգու, ով սպանության համար դատապարտվել է մարտի 1-ի դեպքերի ժամանակ։ Մի հոգու, ով սպանության համար դատապարտվել է։ Լավ, մի հոգու, ով գոնե ներողություն է խնդրել։ Գործը բացահայտված է, չէ՞։ Մի հոգու ցույց տվեք, ով ներողություն է խնդրել։ Չի դատվել, ներողություն գոնե խնդրած, կա ցույց տվեք մի հոգու այդ ընտրատասովչի կոչվածներից, ովքեր դրա ձայներ էին գնում մարդկանցից, ցույց տվեք մի հոգու, ով դուրս է եկել, ապաշխարել է, ասել է ներողություն եմ խնդրում, հարգելի բարեկամներ։ Ես սխալ բան եմ արել։ 10,000 դրամով մարդկանց ապագան եմ խեղել։ Չկա այդպիսի մարդ։ Չկա, կարող է ինչ-որ մի դպրոցի փոխտնօրենի այս ընթացքում դատած լինեն կամ ինչ-որ մեկի։ Ցույց տվեք մի միլիարդատիրոջ, պաշտոնյա միլիարդատեր, ով երկիրը կեղեքելու համար կոնկրետ դատվել է, կամ կոնկրետ սնանկացել է, ոչ թե մի քանի կոպեկ շպրտել է սրա նրա ֆոնդին, որպեսզի իրենից յատան, այլ կոնկրետ իրենից այդ գողոնը վերցրել են, չկա այդպիսի մարդ։ Չկա, բայց կարևորը Հայաստանի Հանրապետության բոլոր ժամանակների ամենավտանգավոր մարդուն իրենք բանտարկել են Միքայել arczepiskopos-ին։ Սա խայտարակություն է։ Այն ինչ որ տեղի է ունենում Հայաստանի Հանրապետության ներսում, ընդդիմության ձեռքով, ընդդիմություն կոչվածների ձեռքով, իշխանության ձեռքով, սա խայտարակություն է։ Եվ պատասխանատվություն կրում է ոչ միայն Փաշինյան Նիկոլը, այլ նաև այն մարդիկ, ովքեր պիտի վերահսկողություն սահմանեն Նիկոլի գործունեության նկատմամբ եւ չեն սահմանել։ Եվ ես վստահ եմ ուղղակի, այդ չսահմանելը ունի գին, եւ այդ գինը կոնկրետ արտացոլվում է այդ մարդկանց ֆինանսական հաշվետվություններում, որին նայում ես ծնում ծաղկում է, որին ուզում ես նայի։ Այսպիսի ժամանակներում ենք մենք ապրում, երբ մարդկանց, միլիոնավոր մարդկանց հիմարի տեղ դնելով, մի քանի ստահակ պարագլուխներ, միլիոնավոր մարդկանց հիմարի տեղ դնելով, ինչ լինում է թուրքը կհարձակվի, ադրբեջանցին կհարձակվի, պակիստանցին կհարձակվի, ռուսը ձեզ թշնամի է, ամերիկացին սա է, հոլանդացին գալուբոյ են, այդպեսի բաներ է ստեղծված, այո ստեղծված է թուրքը ձեր համեմատ, ադրբեջանցին դուք անում եք այնպիսի բան հայ գլխին, որտեղ թուրքը պիտի ձեզանից լիքը բաներ սովորի։ Դուք անում եք այնպիսի բան հայ գլխին, որտեղ ադրբեջանցին պիտի դասընթացների գա ձեզ մոտ, որ սովորի թե այս մարդկանց ինչպես կարելի է հասցնել այս վիճակին, հասցնել տարիներ շարունակ, հասցնել այս վիճակին։ Գրող է ձեզ տանի։